Կարծեմ 2010 թվականին եկան գրողների միություն, որ ստեղծագործական միությունների անդամներին մատչելի վարկով, մատչելի տոկոսադրույքով, պայմաններով մատչելի բնակարան են տրամադրում։ Մեծ ոգևորություն առաջացավ, գրողներ, նկարիչներ եւ այլն։ Որովհետև շատերը իսկապես ունեն բնակարանի կարիք, տարբեր շրջաններից եկել հիմա Վարձով, Երևանում են բնակվում, հատկապես երիտասարդ եւ միջին սերնդի գրողները։ Քանի անգամ բերեցին այդ նախագիծը գրողների միությունում, շենքի ներկայացրեցին, առաջարկներն ընդունեցին, փոփոխեցին նույնիսկ ձևերը եւ այլն, դրա մասին այդքան չծավալվենք։ Մի խոսքով ոգևորությունը մեծ էր եւ ասացին, որ շենքը կառուցվում է եւ այդ մատչելիությունը հանրապետության նախագահի երաշխավորությամբ է։ Ինքն է երաշխավորը ամեն ինչի եւ իր բարի կամքի դրսեւորումն է, որ նման մատչելի պայմաններով ձեզ բնակարան ձեռք բերելու հնարավորությունը ընձեռվում։ Ես 20% կանխավճար, ովքեր հնարավորություն ունեն փուլ առ փուլ վճարելու, ովքեր էլ չէ դիմում են բանկին, ստանում են վարկ, դե հիպոթեկային ծրագրով են տները ձեռք բերում։ Այնտեղ շատերը դիմեցին, դիմումներ գրեցին, որ ուզում են եւ այլն, ու տարբեր այդ 3 տարվա ընթացքում տարբեր պատճառներով գրողները դուրս մնացին այդ ծրագրից։ Այդ ծրագիրը կոչվում է երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին մատչելի բնակարան տրամադրել, կարծեմ այդպես է կոչվում։ Ես նույնպես 20% վճարեցի, սկզբում չունեի, անկեղծորեն ասեմ, ինչպես իմ դիմում նամակի մեջ եմ գրել, որ հրապարակվել ամսի 2-ին հրապարակորաթերթում, հետո ստացա մրցանակ, բավականին խոշոր գումարով մրցանակ էր իմ վիպակի համար, կարողացա որոշ գումարել պարտքով եւ այլն 1,615,000 վճարեցի մեկ սենյականոցի համար, քանի որ 2-3-ի հնարավորություն չունեի։ Եվ դիմեցի բանկ, բանկը իմ վարկը հաստատեց։ Որոշակի պակաս տոկոսով, այսինքն 80%-ի փոխարեն մոտ 60%-ի չափով, 57%-ի չափով մնացածներ ես պետք է արձարան ասենք պակասը վճարեի եւ վարկավորեի։ Ինչպես 20%-ն էի վճարել տարել համալսանում իրենց ներկայացրել, այնպես էլ բանկի VTB բանկն է տարա, որ տեսեք բանկը ինձ տրամադրում է վարկը, գրել էին, եթե պայմանները չփոխվի, նույնը մնա, մենք պատրաստ ենք այսպես տրամադրել վարկը։ Ես չգիտեի վճարումները երբ պետք է արվի, ասացի հիմա պետք է արվի, ասացի ինչ է, սպասել, շենքը որոշակի աստիճանի պետք է հասցվի, կառուցվի, նոր այդ ժամանակ արդեն կսկսվի վարկավորումը բանկի։ Ես էլ եկա եւ սպասում եմ, դե տարբեր ժամկետներ էին այդպես ասում, ու անդադ ձգվում էր, շենքը դեռ ապրիլին պետք է իբր հանձնած լինի։ 2 ամիս առաջ էլ ինձ զանգարում են, թե արի քո ճաշակով ներքին հարդարանքը քո բնակարանի որոշի։ Ու հոկտեմբերի 1-ին ես ռադիոյում իմ հերթական հաղորդումների վաղում եւ այլն մոնտաժում զանգ է գալիս, թե դուք ձեր բնակարանը այլևս ձերը չուրիշինն է։ ԵՊՀ, չգիտեմ, շրջանավարտների միությունից է։ Մի երիտասարդ աղջիկ էր ձայնից ճանաչելով, դատելով։ Ասում ինչպես թե իմ բնակարանն իմը չէ։ Ասում եմ, գիտեք, վճարումը մինչև հոկտեմբերի 1-ը պիտի կատարվեր, իսկ այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Ասում եմ, աղջիկ ջան, ես վճարել եմ 20%-ը, բանկը ինձ վարկավորել է։ Ասում եմ, սպասի, ձեզ տեղյակ կպահենք, կգաք այդ գործընթացը արդեն երբ որ պահը լինի, շենքը, չգիտեմ ինչ աստիճանի հասնի, վճարումը կանենք։
թե զանգի իրավաբան Արմենին, որը այդ ամբողջ կոորդինացնողն էր, ասենք իր հետ էին առաջին ձեռք շփվում գրողները, ինքն էր բերում ներկայացնում եւ այլն, կամ այդ փաստաթղթերը իր հետ էին, այսպես ասած, տնօրին։ Թե գիտես ինչ, այն ժամանակ բանկը բոլորին վարկավորել է, հետո բանկը փոշմանել եւ վարկերը մերժել են նորից։ Գնում եմ այդ նույն օրը ՎՏԲ բանկ, բարև ձեզ, այն տղայի մոտ, որ իմ փաստաթղթերն է վերցրել եւ այլն, ինձ վերջնական փաստաթղթը տվել է, կնքված որ, խնդրեմ, վարկը տրված է։ Վահան ջան, հիշում ես, ասացա, հիշում եմ, ասացի, դուք այդպես վարկը ինձ, ասաց, այո, ասացի, դու ինչ է պատահել, որ փոշմանել մերժել եք, ինչու ինձ տեղյակ չեք պահել, ասաց, մենք չենք փոշմանել եւ չենք մերժել, մենք անգամ դրանից հետո քննարկման չենք դրել, որպեսզի փոշմանենք կամ չփոշմանենք, մենք ինչպես ձեզ ասել ենք, տվել ենք գրավոր, որ պատրաստ ենք վարկավորել եւ այսօր էլ ուժի մեջ մենք պատրաստ ենք վարկավորել, ինչի մասին է խոսքը։ Եվ անգամ փոշմանելու մերժելու դեպքում մենք տեղյակ կպահենք ձեզ մեր շահառուին ոչ թե ինչ որ ԵՊՀ կամ որևէ կազմակերպության։ Ամբողջ պատմությունը սա է։ Ես նույն օրը դիմեցի հոդվածով, բաց նամականը կդնեմ, թե ինչ վերնագիրը պարոն նախագահ հուսամ նամակս կկարդաք վերնագրով եւ այդտեղ պատճառաբանեցի ինչու եմ ձեզ դիմում, որովհետեւ մեզ ասել են դուք եք երաշխավորը շենքի կառուցման եւ մատչելիության, որ տրամադրվում է ստեղծագործական միությունների անդամներին։ Ես ամբողջ ինչ ձեզ պատմեցի, ես շարադրել էի նամակում եւ եթե 1 տարի 7 ամիս է դրված է իրենց մոտ, այդ 1.615.000 դրամը, եթե ես դրած լինեի բանկում 6 ամիս եւ ավելի ժամկետով որ դնում ես 12% գումար է ավելանում վրա, հիմա չեմ հաշվել, բավականին գումար կավելանա։ Պարզվում է, որ այս ամբողջի արդյունքում ես գծվեցի, ներողություն բառիս համար, բայց տեղին է օգտագործել, ամբողջ 2-3 տարվա փաստաթղթեր տանել եւ այլն, այդպես դուրս եկավ։ Եվ նամակում նշել էի, չեմ ուզում ասել, պարոն նախագահ, ձեր երաշխավորության, գծվեցի, բայց այդպես է դուրս գալիս։ Ընդհանրապես մի քանի մի 4-5 գրող է երևի, ավակ սերնդից, որ կարողացել են արձերը վճարել, փուլ կամ ամսյալից, դրանք են օգտվել։ Իսկ այն գրողները հիմնականում, որոնք կարիք ունեին բնակարանի, ոչ ոք չօգտվեց գրողների անվան տակ կառուցվող շենքից։ Եվ ասում եմ, միայն ես էի մնացել, գրողների միության հաշվապահն զանգարեց, ասաց, այո, Հուսիկ ջան, միայն դու եք մնացել, որ վարկով։ Դուք պատկերացրեք մեր լրջության աստիճանը։ Այսինքն ամեն ինչ կարելի է վերցնել բոլոր բնակարանները։ Անգամ մեկ սենյականոց մի բնակարանը օրինական կերպով, օրինական կարգով այս մարդուն չտալ։ Սա ուղղակի ես բառ չեմ գտնում, մեր լրջություն է։ Այդ բնակարանները, եթե դու ի վիճակի չես վճարելու կամ չես անում, տալիս են մեկ ուրիշի, ում չգիտեմ, բայց ոչ գրողի։ Դա գիտեք, Քարամյանն է, այդ ամբողջի տնօրինողը եւ այդ ԵՊՀ-ում այդ իրավաբան Արմենն է։ Ազգանունը չեմ հիշում, նման մարդիկ ազգանուն չեն ունենում կարծում եմ։ Որովհետեւ բոլոր գրողները դժգոհ են։ Ուղղակի ես այդքանից հետո կարողացա բարձրաձայնել եւ գրել ցույց տալ։ Ու ինչն է ամբողջ պատմությունը նաեւ այստեղ։ Հաջորդ օրը Էդվարդ Միլիտոնյանը, որ գրողների միության նախագահի պաշտոնակատարն է, ինչպես գիտեք, դեռ ամսի 20-ին պետք է նախագահի ընտրություն լինի, նա նույնպես հանդես եկավ, դատապարտեզ կատարված է, որակելով խայտառակություն։ Իսկ 3 գրողների միության
ընդլայնված, նախագահության ընդլայնված նիստում նույնպես դատապարտել են, կատարված է, հիմա եթե հրապարակ թերթը վերցնեք կամ մտնեք կայք կտեսնեք, հանդես են եկել եւ ասել են մենք հետամուտ ենք լինելու արդարության վերականգնմանը, անգամ պատկան մարմիններին ենք դիմելու։ 4 օր է ես ամբողջ սոցիալական ցանցում պատտվում է իմ նամակը։ Ամբողջ սոցիալական ցանցում պատտվում է Էդվարդ Միլիտոնյանի գրածը դատապարտումը եւ այսօր նույնպես երեկվա դատապարտումը։ Գոնե մի հոգի մի հատ հերոսազանգ չտվեց, մի բառ ասեր, ասել տղա ջան անցած լինի, ես ինքս շատ ներող զիջող մարդ եմ, եւ կհասկանայի լավ, կասեի լավ անցած լինի, եւ այն մարդն եմ, որ եթե մեկին մի բան պետք է, ասում եմ պետք է քեզ վերցրու եւ ուրախ եղիր, թեկուզ այդ մարդը լինի Քարամյանը կամ Արմենը։ Ես չեմ հասկանում, սա երկիր է, թե գերեզմանոց։ Այդքան աղմուկ է բարձրացել, ասում մեկը մի բառ չասած, մի բառակապակցություն, զանգ տար, ասել, չգիտեմ, պատկան մարմին է, որտեղից է, չէ՞ որ դիմել են։ Կարելի է այդքան անարդար լինել։ Ստեղծագործող մարդկանց նկատմամբ։ Շարքային քաղաքացու նկատմամբ։ Չեմ խորացել։ Այսինքն ձեր գումարների վրա, պարոն Եղիազարյան, բիզնես են անում, հա։ Այդպես է դուրս գալիս։ Ես այնտեղ գրել եմ, եթե մտնեք, ասենք, Facebook-ում էլ կա այդ բանը, հրապարակետը եւ բան մտնեք, տեսնեք, որ եթե ես բանկում դրած լինեի, հասարակ բան չգիտեմ, հիմա ինչքան գումար կգար։ 1 տարի 7 ամիս է, որ ես մուծել եմ այդ գումարը։ Այդպես դուրս եկա, վերցնում են, ֆրաս գրել են։ Ես ասում եմ, ինձ ընդհանրեն ասում գնա սպասի։ Քեզ կզանգահարենք, կասենք Արի, արդեն բանկի հետ այդ գործընթացը տարեցույց ընդվել նույն իրավաբան Արմենին։ Հետո, մի հատ զանգարում ասում եք Արի ներքին դիզայնը նայ, մի հատ էլ զանգար ասա, գիտեք ինչ, այսօր սեպտեմբերի 1-ն է, մինչև հոկտեմբերի 1-ն է, Արի մի ամիս է մնում, տես ինչ ես անում։ Կամ ավելի շուտ զանգարեիք, երբ որ ձեզ պետք էր։ Մեկ էլ զանգում են, ասում են այսօր հոկտեմբերի 1-ն է արդեն։ Երկու օր առաջ էլ չեն զանգարում։ Սա է ամբողջ կատարված։